37 տարի զբաղվում եմ ազգային հանրահայկական գործունեությամբ եւ առանցքում Արցախի հարցն է։ Որ գործունեությամբ կներեք։ Արցախի հիմնահարցը։ Ինչ գործունեությամբ կներեք։ Հա ժողովրդի քաղաքական ճակատագրով 30 Եկել եք Շահրամանյանից, ինչ պահանջով, ինչի համար, ինչ գծում Շահրամանյանի մոտ եկել եմ մեկ առաջարկությամբ, համագործակցելու առաջարկությամբ եւ պաշտոնապես պետք է ներկայացնեմ գրություն։ Եթե ձեզ այդ հարցից առավել Արցախի հետ կապված կամ Հայաստանի հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված որևէ հարց հետաքրքրի, կարող եմ պատասխանել, եթե ոչ, ես իմ ճանապարհով շողեմ։ Ասեք ինչ առաջարկով եք հանդես գալիս, փակագծով բացեք հասկանալ։ Ինչ եք առաջարկել։ Ես իմ ամբողջ կյանքում օրորոցից մինչև հիմա 55 տարեկանում ոչ փակագիծ եմ ունեցել, ոչ էլ չակերտ։ Եվ ընդ որում առանց ամբողջ հետագիծս մեծատառերով է գրված։ Հասկացա։ Խնդրեմ ձեր կոնկրետ հարցը։ Արցախի իշխանությունների եւ Արցախի ժողովրդի հետ, որ նույն բան է, համագործակցելու առաջարկություն։ Արցախը հետ բերելու տարբերակ եք առաջարկում։ Արցախի հարցը լրիվությամբ, շեշտում եմ, լրիվությամբ, լիարժեք, համընդգրկուն, համաբովանդակ եւ ամբողջապես լուծելու հետ կապված։ Չակերտները բացելու անհրաժեշտություն չունեն։ Չակերտներ չունեք։ Մի րոպե հարգելիս։ Այդ չակերտը գաղտնամտություն է։ Բացելու անհրաժեշտություն չունեմ, մեկ բան կհավելեմ, եթե դուք խոհեմաբար կընդունեք, հայցելով ներողամտությունս։ Այս երկրագունդ մոլորակ կոչվող իրականության մեջ միակ ուժը 220 պետությունից բացի, որ 220 պետություն էլ միանան, Արցախի հարց երբեք չեն լուծի։ Այս երկրագնդի վրա միակ ուժը դա մենք ենք, որ կարող ենք Արցախի հիմնահարցը, շեշտում եմ, հիմնահարցը լուծվել։ Իսկ միջև այդ ինչի Ես ներկայացա Գարեգի Նեժդե կազմակերպություն։ Լուծումը ո՞նց եք պատկերացնում։ Երկու տարբերակ է։ Ալիևը արդեն համաձայնվել է Արցախը վերադարձնել, բայց դա ինչ չի բավարարում։ Դա իմ խնդիրն է։ Նորությունը նոր նայում է չկար որևէ տեղ գրած նորա։ Ադրբեջանի դեսպանատունը տեղակայված է իմ տան հարևանությամբ։ Ձախ թևի վրա 51։ Որտեղ եք Իհարկե բնակվում։ նորություն եմ ասում։ Որտեղ եք բնակվում դուք։ Ես բնակվում եմ Երևան քաղաքի Նոր Մարաշ Արմեն Արմենակյան առաջին ներկայացված 17 տանը։ Ով է դեսպանը Ադրբեջանի։ Ադրբեջանի դեսպանատունը տեղակայված է իմ տան ձախ թևի հարևանությամբ 29 մետր հեռավորությամբ։ Իսկ դեսպանին հաճախ եք տեսնում։ Դեսպանին հաճախ չէ, պարբերաբար եմ տեսնում, դեսպանը հաղորդակցում է, ոչ։ Ինչ անուն է դեսպանի, կհիշեցնեք։ Չգիտեմ։ Ինչ որ Աբդուլլաև, հա, ոնց որ տեսնի։ Չէ։ Կարևորը իմ անունը, թե տղա։ հայրանունը հայտնի, Վարդան Ռուլիկի Տարախշը։ Որտեղ եք ձեզ այդ Տարածքան ձեր գրության տեքստը, եթե հնարավոր է, հրապարակեք հասկանալ ինչ առաջարկ եք անում։ Դա վերաբերում է միայն կոնկրետ նախագահին, հրապարակման ենթակա չէ։ Գաղտնի չէ, դա վերաբերում է միայն նախագահին, միայն ինքը պետք է ընձեռի։ Իսկ նպատակը ես հայտարարեցի, համագործակցելու առաջարկություն եմ անելու։ Տրամաբանականը, որ գրությունը բխում է այդ բովանդակությամբ։ Իվարկյան, մի րոպե։ Դուք ասացիք, որ Ադրբեջանի դեսպանատունը գտնվում է ձեր շենքի կողքը, չէ՞, հարաբերական։ Այո։ Նոր Մարաշում։ Փոխաբերական կարող եք հասկանալ։ Ու ես ուղիղ հասկացա, էլի, Գործնական է։ իսկ ասացիք Դա հայտարարություն, եթե տալիս են, պաշտոնական է դառնում։ Երկրում գոյություն ունի ազգային անվտանգության ծառայություն։ Եթե կհետաքրքրի, կհրավիրեն, ես պարզաբանումներ կտամ, որովհետև Ադրբեջանի կամ արտասահման հետ հաղորդակցվելը, համագործակցելը, թեկուզ հատուկ ծառայություններ պարագայում, եթե չեմ սխալվում, քրեա իրավորեն հետապնդելի արարք։ Պարոն Տարախչյան, հիմա Որ հարցնեն կպատասխանեն։ ասում եք, որ պարբերաբար հանդիպում եք Ադրբեջանի դեսպանին Հայաստանում։ Պարբերաբար չէ, Հաճախակի։ հաճախակի չէ, մեկու մեջ, Հա, մեկու մեջ։ ժամանակ առ ժամանակ։ Ինչ ավելի հաճախ եք մեկ։ Իրենց նախաձեռնությանը համագործակցել։ Ես չեմ առաջարկել։ Ադրբեջանի դեսպանին ում անունը չեք հիշում։ Մոտավորապես 10 օր ավել։ Ինչ եք քննարկել։ Ոչ մի բան։ Ինչ լեզվով եք շփում։ Ուրեմն մենք ապրում ենք 21-րդ դարում։ Ինտերնետի, արբանյակային կապի, բջջային հեռախոսի ժամանակաշրջանում ես բացատրեցի, որ հաղորդակցում եմ, 1000 հաղորդակցման ձև կա, կենթանի եմ հաղորդակցում, առանց Google-ի։ Հա, ոնց եք շփում, ինչ լեզվով եք։ Դա իմ պրոբլեմն է, սահմանափակում ենք, եթե ԱՑ-ին հետաքրքրի,
Հրավիրեն ես բացատրություն կտա։ Որ ինչ որ ագենտների եք ճանաչում։ Չէ։ Մանրամասնելու կարիք չկա։ Ես սահմանափակեցի։ Բաղացի տեղը Շահնամանյանի մոտ եկեք, դե Գիտեք, որ ԱԱՑՏՆ-ի հետ մոտիկա ժամանակի շփվելա դրամա եք։ Արեթը բաց թողեցի, առաջարկեցի։ Սա բացառիկ երևույթ է, իմ ներկայությամբ տեսախցիկներ ճանապարհին շարվեն։ Մի քիչ մեծամտությամբ ենք գուցե մենք առավոտից ձեզ ենք սպասում, տեսախցիկները sense հատուկ շարել ենք, որ գաք մենք ձեզ հարցազրույց անենք, որովհետև դուք եզակի մարդ եք Հայաստանում, ով շփվել է Հայաստանում Ադրբեջանի դեսպանի հետ։ Անունը չենք հիշում, ոնց որ դուք էլ չեք հիշում, հա, ինչ որ կինա տղամարդ է վերջում։ Չեմ հիշում, որովհետև չգիտեմ։ Էգանը համագործակցություն։ Երբ հա բացվել է դեսպանատունը Հայաստանում։ Մոտարապես մինչև 3 տարի կլինի։ 3 տարին պատերազմից հետո է բացվել։ 44 տարի պատերազմից հետո։ Հա, հասկացա։ Իսկ Հայաստանի առաջարկով բացվեց, թե Ալիևը ինքը ցանկացավ անպայման այստեղ։ Ալիևը ցանկացավ իրենց նախաձեռնությունը Հայաստանի միջնորդության։ Հասկացա։ 10 օր առաջ եք իմացել, որ Ալիևը համաձայն է։ Չէ։ Մինչև Արցախի տեղահանումն եմ իմացել։ Բայց այդ դեպքում երբ որ իմացել եք ինչու ոչ մի քայլ չեք ձեռնարկել։ Անթիվ անսահման քայլեր եմ ձեռնարկել։ Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց իմ հետ համագործակցել 3 տարի առաջ եմ 3 նամակ եմ գրել պաշտոնապես Փաշինյանին, որ ընդունի համագործակցենք։ Հրաժարումը համագործակցել, հետևաբար գործնականի մասին խոսք չկա։ Մեր կազմակերպությունը զրկված է բոլոր միջոցներից, այդվում ֆինանսական հաշվի համարները զերոյացված են։ Գործունեությունը միայն խոսքն է, հրապարակախոսությունը, համացանց, այ հիմա հրապարակեն խոսակցություն, պաշտոնական գրություններ, հաղորդակցություններ, տարբեր ձևեր կան։ Գրասենյակ ունեք։ Գրասենյակը իմ մշտական գտնվելու վայրն է, Նոր Մարաշ, Արմեն Արմենակյան, առաջին որտեղ Ադրբեջանի դեսպանատունն է։ Ոչ միայն Ադրբեջանի, որ դուք շատ հետաքրքրացեր եք, լրացուցիչ ասեմ։ Աշտևի վրա էլ 50 մետր հեռավորության վրա 3 հարգանի Միացյալ Նահանգների դեսպանատունն է տեղակայված։ Այդ տեղափոխել են, որովհետև Երևանյան լճի մոտ էր, հանել են նոր կարգ։ Այդ դուք գիտեք, ծածկույթ է դա։ Հա։ Այսինքն դեսպանը ոնց որ երևի առանձին ինչ-որ գաղտնի տեղ նոր կմա։ Էական չէ, կարող է դեսպանը տեղակայել։ Դեսպանատան պատկերացնում համագործակցություն։